Ողջույն բարեկամներ, մեզ ընդամենը մեկ օր է պակասում, որպեսզի ֆիքսենք կարծես թե Փաշինյան Նիկոլի առաջի խոշոր պարտությունը կողքին Գյումրիում։ Սա մասին ավելի մանրամասն մենք շուտով կխոսենք։ Եթե ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ չմոռանանք դնել սեղմելի մալայքի կոճակը, դերել այս մասին ինչ եք մտածում, եւ ամենակարևորը տարածել։ Ովքեր հիշում են 2018 թվականի գարնանը մայիս ամսին, երբ որ Փաշինյան Նիկոլը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով նշանակվեց վարչապետ, այդ օրերին էր, որ շատ պատահական մեկ էլ լույս տեսավ Փաշինյան Նիկոլի գրած գիրքը, կարծես թե տպել էին, պատրաստել էին, որ նշանակեին վարչապետ ու միանգամից եթեր գնար տարածվեց իր գիրքը։ Ինչ է կարծում։ Գրքի տպագրությունը, այս ամբողջ նախապատրաստական ընթացքը հնարավոր էր թաքուն անել, իհարկե ոչ։ Կազմակերպված էր արդյոք դա սցենարով, անշուշտ։ Ինչ է կարծում, կազմակերպիչները տեղյակ էին գրքի բովանդակության մասին։ Իհարկե, հիմա կմտածեք, լավ, գրքի բովանդակությունը այսօրվա մեր վիճակի հետ ինչ կապ ունի։ Ես ընդամենը մեկ բան եմ ուզում ցույց տամ, փոքրիկ հատված։ Ես կարդալու եմ սրա բառերը, սա իմ բառերը չի։ Ցիտում եմ. զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթացի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Մարտը 18 թվականին ասել է, որ ինքը լինելու է հաղթացի կողմում, որպես բոզության անշրջելի եւ վերջնական հաղթանակի։ Այդ որ կողմն էր։ Ճիշտ է ասել ինքը։ Ինչ է կարծում։ Չգիտեր այս մասին, այն կառույցները, որոնք բերեցին իրան, չգիտեն բովանդակության մասին, իհարկե գիտեի։ Եվ ոչ միայն սա, ամբողջ գիրքը հենց դրա մասին է։ Ամբողջ գիրքը։ Այս մեր պարտությունը, որ ինքը լինելու էր հաղթած իր ասելով Ադրբեջանի կողմից, որպես բոզության անշրջելի վերջնական հաղթանակ, դա ի սկզբանե որոշված էր 18 թվականին։ Կասկածներ կա։ Ես կարծում եմ խելացի մարդիկ վաղուց համոզված են սրա մեջ։ Բայց մի բան հաշվի չեն առել, որ կան Արսեններ։ Լսենք ինչ ասում Արսենը։ Ես ինչ անեմ, ոստի կխնդրեմ իմ փաստաբան ընկերներին, մի հատ դիմում պահանջ տեսքով ոնց պետք է արդեն իրավաբանորեն թող իրանք ձևակերպեն, իմ պահանջը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած այդ հանձնաժողովին, որ ես Արսեն Ղուկասյանս հանդիսանում եմ այդ հարցում պահանջատեր ու պահանջում եմ ինձ հստակ պատասխան, ովքեր էին այդ պատերազմի մեղավորները, դավաճանները, նրանց, բա մենք պետք է իմանանք ովքեր էին մեղավոր, ովքեր էին դավաճան, բա մենք չիմանանք, բա ով պետք է իմանա։ Այդ պատերազմի ոնց որ ամենաշատ տված մարդիկ մենք ենք։ Ու դուք պարտավոր եք մեզ այդ ամեն ինչը ասելու։ Ունենց ասելու, որ դա լինի բոլորին հասանելի, ոչ թե թաքուն պատերի հետևը։ Ես իմ ազգից գաղտնիք չունեմ։ Ինչ կա թող ելեք ասեք, թե չէ բերեցիք մցրեցիք ԱԺ, ոչ ընդդիմությունը խոսած, ոչ նրանք, այսինքն ինչ է չհասկացա նշանակում, ինչ ենթադրեմ, այս տարբերակը սաղից ձեռնատու տարբերակներ, հա։ Լավ մենք էինք դուսը Գեղան Նազարյան, գոնե դու քո աբգարի համար պատասխան ուզեիր, ասեիր, ախպեր, ով ում ուզում է թող պաշտի։ Նիկոլ եք պաշտում, պաշտեք, ես քաղաքական թեմա չեմ իմանում։ Քո չեք պաշտում, պաշտեք, արա ում ուզում եք պաշտեք, ուզում եք գնացեք Բուդա պաշտեք, դա ես հարցի հետ վաբշե կապ չունի։ Տարել են այդ երեխեքին կոտորել են, կռիվ են շինել, ով շինեց, խի շինեց, ոնց շինեց, ով էր մեղավոր, ով սխալ մարդ վարեց, ով սխալ էս արեց, ով սխալ են արեց, բա դրա պատասխանը չստանանք։ Հեն Գեղամ, գոնե հենց ասել արա ախպեր, պաշտեք, արա ում ուզում եք պաշտեք, ինչքան ուզում եք պաշտեք, արա ձեր պաշտամունքներին։ Գեղամենը, որ մեղադրում է Փաշինյան Նիկոլին երախոն սպանելու մեջ ուղիղ։ Հիմա ասում եմ, ես ոչ մի հիմք չեմ տեսնում Փաշինյան Նիկոլին նույնիսկ impeachment հայտարարել։ Էսի ի՞նչ կապ ունի ձեր քաղաքական դիրքորոշում, ձեր երախու փայ չեք ուզում ստանալ, ժողովուրդ ջան։
Ում զո երեխեքը գնացին Զովան, ում երեխեքը գնացին Հաշվանդամ դարան։ Դու այս հարցին սաղ ազնա պահանջատել, ոչ թե մենակ ես կամ իմ նման մնացած մարդիկ։ Լսեցիք, այսքան ուզում ասի։ Ամբողջ ազգն է պահանջատեր։ Այն ինչ որ դուք կաբինետներում որոշեցիք, գերեցիք, գծագրեցիք, ինչպես հիմա եկեղեցու քանդումն է, պատերազմի կազմակերպած, ասենց ասեմ, ընթացքը, երկրի ոչնչացումը։ Բաներ կա, որ հնարավոր է կաբինետներում գծել, գծագրել եւ իրականացնել։ Բայց դա չի նշանակում, որ դուք ամեն ինչ կարող եք գծել, գծագրել, իրականացնել ձեր կաբինետներում եւ դրա հաշիվը ուզող չի լինելու։ Ես ասել եմ, չէ։ Արսենի նման հազարավոր հայրեր, եղբայրներ, որդիներ, դրանք պատարակախը սրած սպասում են այդ օրվան։ Փաշինյան Նիկոլ չէ, Սերժ Սարգսյան չէ, Անդրանիկ Քոչարյան չէ, ով ուզում է լինի, այդ հարցի պատասխանը տալու է։ Իրան ոչ ԱԱԾ-ն է փրկելու, ոչ էլ թուրքական ռազմավետքեն։ Դուք ոչ մեկին պետք չեք։ Այդ օրը գալու է։ Ես հստակ ասում եմ այս կազմակերպվածության մասին, հստակ է նաև ասում եմ, որ ամեն ինչի պատասխան տալու ժամանակը այսպես թե այնպես գալիս է։ Հիտլերն էր, երբ որ սնվում էր հրեական փողերով պատերազմ իրականացնելու համար, ինքը չէր մտածում, որ իր հսկայական իմպերիան մի օր ծնկի է գալու։ Ասում ինքն չէր մտածում։ Վստահ էր, որ ուղի առաջատար ամեն ինչը, տեխնոլոգիաները, բանակային, բունկերները, ժողովրդի վստահությունը, նույնիսկ Հիտլերը։ Հա, բայց ինչով ավարտվեց, մենք բոլորս տեսանք։ Այնպես որ դուք պատրաստ եք։ Ես ձեզ ուղղակի հիշեցնում եմ, որ Արսենին դուք կարող եք բանտարկել։ Արսենին դուք կարող եք կալանավորել, տնային կալանք տալ, բայց այս մարդկանց դուք բերանը չեք կարող փակել եւ ամենակարևորը դուք իրենց կորուստը չեք կարող վերականգնել։ Իրանք բոլորը կորուստ ունեն, ու այդ կորուստը մեզանից ցանկացածի կորուստն է։ Ես էլ իմ նմաններն էլ իրանց նման այդ պահանջելու են։ Ու ամեն ինչ անելու են, որ այդ օրը շուտ կա։ Գնանք առաջ։ Դուստամ, ու մասին է խոսքը էլի։ Այսպիսի մտնոլորտում Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մտնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին, բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Կողքի կանգնածներին տեսակ ովքեր էին։ Նույն մարդիկ այսօրյա որ կողքի կանգնած են։ Ու այդ ժամանակ ոչ մեկ միկրոֆոնը չվերցեց ձեռքից, ասեց, ինչ ես ասում։ Ոչ թե թույլ չենք տալու։ Արցախը Ադրբեջանը։ Ոչ մեկ չասեց, չէ։ Սցենարի մեջ չկար, բայց այդ օրը պետք է իրականանար։ Այդ օրը պետք է իրականանար, այն ինչ որ 18 թվականին իրականացավ։ Ուղղակի Պավլիկը խափանեց գործը էլի։ Պավլիկը ասեց, արա դրա բերանը փակեք ու մցրեք զիբիլի վեդրոն։ Եվ ամեն ինչ հարամ եղավ։ Իր ծրագիրը։ Դա բանը ասում, դուք կարող եք գծել, գծագրել ձեր կաբինետներում ինչ ուզում եք, բայց միշտ անակնկալներ լինում են։ Ու ես այդ անակնկալին եմ հավատում ու սպասում։ Գնանք առաջ։ Որ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փողզիջում։ Իսկ ինչ է զիջում Ադրբեջանը, որը մեկը կարող է բացատրել։ Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Այն ինչ որ ինքը հիմա անում է։ Ուղիղ այն ինչ որ հիմա ինքն է անում։ Խնդրեմ, այս տեսանյութը տվեք ձեր Նիկոլ սիրող, զանց իրակի մարդ չեմ կարող ասել, մասային։ Թող վայելեն։ Երևանի։ Պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Խնդրում եմ ձեզ։ Ես ասում տարածեք, ցույց տվեք, իմ համար չեմ ասում։ Տվեք ու բան մի ասեք, թող իրանք սկսեն պատճառներ փնտրել, հորինել թեմաներ արդարացնելու համար։ Կամ լսեն ուղղակի։
Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում։ Ես Միայն երբ որ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը։ Լսեցիք մի հատ լսենք։ ժողովրդի ինքնորոշում։ Ես այդպեսի բան եմ ասել։ Չէ, Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի ասեի ժողովուրդ, որ մենք պետքա համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետքա լինի ինքնավարություն եւ մեր զիջումների սահմանը պետքա լինի մեր 29743 քառակուսի կիլոմետրը։ Եվ թող մեզ ոչ մեկ չասի, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետքա այն էլ բանակցում ենք։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը այո ճանաչում է Ադրբեջանի 86000 տարածքային ամբողջականությունը։ Մնացած նեական չի։ Ես որ ուղիղ ԱԱՑ-ին եւ իր բոլոր տերերին, ներկա եւ նախկին, մեղադրում եմ այս ամբողջ դավադությունը կազմակերպելու մեջ դրա մեջ չափազանցություն չկա։ Հակառակ դեպքում ինքը պետք է վաղուց կալանավորվածներ ըստ օրենքի, ըստ գործող սահմանադրության, այս բառերն ասում։ Չի կալանավորել, չէ։ Ինքը հանցակից է։ Ոչ թե հանցակիցը ինքը հենց կազմակերպիչն է։ Որովհետև առ այսօր ինքը մոռացել է ինչի է կոչված, հիմա էլ ընկել է Գյումրիով մեկ քահանայաման գալիս, որ բղծի։ Բայց մենք դեռ կհասնենք դրան։ Սրա մասին է խոսում նաև Լևոն Զուրաբյանը։ Լսենք։ Եվ այսպես, ես հիմա պնդում եմ, որ այս հրապարակումները արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է։ Տեսեք, ես կարող եի, չէ, այս ֆրազի համար բան ուզել, հեղինակային իրավունք, բայց չեմ ուզում, ես համաձայնում եմ, որովհետև այն, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, նեռագույն է, ես դա ասել եմ վաղուց, շատ վաղուց ու պնդել եմ դրա վրա, ես հիմա ասում ու պնդում եմ, այդ հրեշի, այդ նեռագույնի ծրագրերը իրականացվում է ԱԱՑ-ի և քիչ բոլոր ուժայինների ձեռքով, ոչ թե ձեռքով, իրանց կազմակերպվածության, իրանց նախաձեռնության, իրանց ամբողջ համակարգի ձեռքով։ Փաշինյան Նիկոլը այն դուսպրծուկն է, որ մենք տեսնում ենք, բայց համակարգը սպասարկում է այդ դուսպրծուկին, այդ դուսպրծուկը այդ համակարգի դուսպրծուկն։ Գանք առաջ։ Ինչ է ասում Տաթևիկը ծամասը։ Պարզ, եթե Փաշինյանը մնա իշխանության, Ադրբեջանի հատուկ ջոկատայինները խաղաղ տեղավորվելու են Հայաստանում։ Ասում եմ, եթե նույնիսկ մի ժամանակ առաջ ես սա մասին կասկածում էի, բայց ես հիմա ամենայն լրջությամբ եմ ասում, սա իր անալիզն է։ Այո, Ադրբեջանի հատուկ ջոկատայինները խաղաղ գալու են տեղավորվեն Հայաստանում։ Ու դրան օգնելու է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը իր հատուկ ջոկատայիններով, գվարդիայով, ՊՊՑ-ով, դատախազությունով, ամեն ինչով։ Իրենք իրականացնելու են այս մասշտաբային դավաճանությունը։ Այսինքն ոչ թե իրականացնելու են, արդեն իրականացնում են։ Արդեն մարդ կա այդ համակարգում, որ չի հասկացել ինչ է անում ինքը։ Եթե նույնիսկ իրեն թվում է, որ եթե ինքը դրա մասին չխոսած, մենք դրա մասին չգիտենք, ես պարտն եմ համարում ամեն օր ապացուցել, որ ցանկացած համազգեստավոր այսօր իրականացնում է այս ծրագիրը։ Ցանկացած համազգեստավոր ուժայիններում աշխատող մարդ, դա ինքը արդեն իր գործի բնույթով հայ ազգի, հայ պետականության թշնամին է, ուղղակի։ Անկախ նրանից ինքը հիմա ուղղակի դրա համար բանանում է, թե չէ։ Ուղղակի թե անուղղակի ինքը թշնամին է։ Ամեն մեկի մասնակցությունն էլ այդ ամեն ինչում օրը կգա, դատարանը կորոշի։ Եթե իհարկե դուք հասնել դատարան, որովհետև ասեցի, չէ, հաղորդումը ինչից սկսեցի։ Արսեն Ղազարյանից։ Արսեն Ղազարյանը դա ընդհանրապես Արսեն Ղազարյանը չի։ Հազարավոր ընտանիքներ եք դուք քանդել։ Հազարավոր Արսեն Ղազարյաններ կան, որ իրաց սքի մեջ դանակ պատարակախ սրած նստած սպասում են։
Իրենք հարցեր չեն տալու, իրենք միտինգներ չեն անելու։ Իրենք ուղղակի նստած սպասում։ Դուք այս մասին պետքա միշտ հիշեք, միշտ։ Իսկ հիմա վերադառնանք Նեռին։ Այսօր երկար մտորումներից հետո հայտարարեց, որ ինքը Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին, այդ կարևոր օրը հիշարժան, ինքը մասնակցելու է պատարագ Գյումրիու եւ իր պայմանը իրականացվելու է, որ պատարագի ժամանակ պետք է չհնչի կաթողիկոսի անունը, խմբագրումը մարդը պատարագներ, ինչ որ է։ Ես արդեն ասեցի, որ ոնց որ թե չեն գտել տեղացի մի հոգևորական, որին կարողանա ԱԱՑ-ն իր անմիջական մասնակցությամբ, տեսեք ինչ եմ ասում, ինքնակազմակերպիչը, որովհետև Նիկոլ այս ամեն ինչը մենակ չէր կարող։ Մենակ չէր կարող կազմակերպել, բացառվում է, սա համակարգային արվում։ Եվ մի հոգի չէր կարող ստիպել, որ մի ամբողջ համակարգ ինքը դառնա դավաճան։ Բացառվում է, ոչ մի հոգի ինքը չի կարող ստիպել մի ամբողջ համակարգ դառնա ազգուրած, մարդասպան, դավաճան, սեփական երեխայի ապագան թալող, եթե համակարգը ինքը արդեն ի սկզբանե դրա նախաձեռնողը չի եղել։ Ասեց, որ գնալու է Գյումրի։ Եթե նա գնաց Գյումրի եւ ընդամենը օկուպացրեց մի հատ եկեղեցի իր անձնական օգտագործման քահանան հետը տանելով, նշանակում է ինքը հերթական անգամ պարտվեց, որովհետև իր անձնական բանը քահանայով ինքը ցանկացած տեղ կարող է գնա օկուպացնի, այսօր քահանանել հայտարարում է, եթե ինքը գա իմ աշխատանքից զրկի գրավի իմ տարածքը, դա հանցագործություն է, բայց ինքը թքած ունի այդ հանցագործության վրա եւ ԱԱՑ կոչվածն էլ թքած ունի այդ հանցագործության վրա։ ԱԱՑ-ն ինքն է հանցագործ կառույց, ինքն է նպաստում այդ հանցագործներին, նպաստում չէ, ինքն է կազմակերպում եւ հովանավորում այդ հանցագործությունները։ Ես որ ասում ԱԱՑ-ը, դրա մեջ մտնում է հատուկ քննչական, դատախազություն, բոլոր այն մարմինները, որոնք պետքա քրեական գործեր հարուցած լինեին, կամ դիմումները, որոնք տրված է, այսօր հարուցած լինեին, ըստ դիմումների քրեական գործեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ինքն է հանդիսանում այս ամեն ինչի խոսքով քարոզիչը եւ կազմակերպիչը, խոսքով։ Բայց մենք դա չենք տեսնում, փոխանակ տեսնում ենք այլ բան, որ դա արվում է ԱԱՑ-ի ձեռքով։ Հիմա ուզում ես տեսանյութեր նայենք։ Ես ուզում եմ, որ կա մեր եկեղեցին մի 10 սանտիմետր խունգումում է ներծծված պատերը։ Գուցե դարձի գա։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 վերք եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մի պատարագի կազմակերպումը հեշտ չէր Շիրակի թեմում, մինչև այս պահը չի գտնվել մի քահանա 24-ից, որ կհամաձայներ այս Կիրակի պատարագից չեզոքացնել ամենայն հայոց կաթողիկոսի ու թեմի բանտարկված առաջնորդի անունները։ Փաշինյանի թիմակիցների եւ ուժայինների օրեր տևած փնտրտուքներն ու բանակցությունները արդյունք չտվին։ Մեզից ոչ ոք մենք տեղյակ չենք, ես էլ հիվանդ եմ, լավ չեմ եղավ հաջող։ Ներեցեք, մի ճշտում ունեմ ուղղակի, թեմից ոչ ոք չի պատարագելու։ Ասացի ոչ։ Միքայել arczepiskopos-ի կալանավորումից հետո Շիրակի թեմում նրան փոխարինած Նարեկ եպիսկոպոսը վստահեցրեց, իրենք 7 վերքում անցկացվելիք դեկտեմբեր 7-յան պատարագի հետ կապ չունեն։ Հրաժարվեց մանրամասնել, ինչպես է ստացվել, որ վարչապետ Փաշինյանի աղոթական պլանները փոխեցին այն, ինչ թեմներ ծրագրել։ Օրեր առաջ Շիրակի թեմը հայտարարել էր Կիրակի 7 վերք առաջնորդանիստ եկեղեցում իր առաջին պատարագը կմատուցին նորոցված Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։ Հետո վերանայեցին նա ոչ թե 7 վերքում, այլ ամենափրկիչում կպատարագի։ Ես կարգադրություն ստացել եմ թեմակալ առաջնորդից, տեղափոխվելա պատարագ։ Էականչի։ Ես ես վազվզոցը պատարակների որ տեսնում եմ, ոնց է իր հոտին տանում կանոնացնում պատարակներին, այն անեկդոտը հիշեցի, կներեք պիտի պատմեմ։ Մի տղամարդ, մի հին մասնագիտության մի կնոջ հրավիրում է ռեստորան։ Դե հյուրասիրում է, ասում է, այս խմորեղենը կերիվ լավն է, շոկոլադը կերիվ լավն է, այս անդադ քասերեղենը հյուրասիրում, էլ անդադ է կերիվ լավն է։ Այս կինն ասում է, ես մինչև իր ուզածանի ես շաքարդ ունենամ, շաքարս կբարձրանա։ Հիմա սրանն է,
Սա միջև իր ուզածին հասնի, սրա հոտը անգիր է անելու պատարակները։ Արդյունքում ոչ մի բանի չհասնելով, որովհետև եթե դու պիտի գնաս մի եկեղեցի եւ ամբողջ քո ԱԱՑ համակարգը չկարողանա գտնի գետ մեկին, որ կուրանա իր սրբազանին, նշանակում է դու ոչի բան չհասար։ Դու ընդհանրապես գնացիր քո հոտին տարար, քո անձնական օգտագործման կարգալույծով հերթական անգամ պղծեցիր, ժամ ու կես կանգնեցիր դու ներսը, հոտը դուրսը, էնել Գյումրիում պատկերացնում եք դրսում ինչ սուրտ լինելու դեկտեմբերի 7-ին։ Թող գնանք կանգնեն։ Շանակենք։ Ամենափրկիչ։ Եթե 7 մելանի պատարակը միանշանակ հայրապետի անունը տալու է։ Տերգարնիկ քահանան հաստատում է թեմում բոլոր քահանաները հրաժարվել են շեղվել եկեղեցական կանոնից ու շրջանցել վեհափառի թեմակալ առաջնորդի անունները։ Իսկ այս հարցով հատուկ ծառայություններից իր հետ բանակցել են։ Ինձ ոչ մեկ չի զանգել, ոչ իշխանական թևից են զանգել, ոչ մեկ էլ կապ չեմ ունեցել։ Ռուբենն էր 2 օր առաջ Ազատության հետ զրույցում պատմել, իր հետ բանակցելու են եկել մի շարք անձինք, այդ թվում ԱԱԾ-ից, թե 3 հաստատեց։ Պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Ըստ Փաշինյանի բնական բան է քահանային ճանաչող մարդիկ բարեկամ ԱԱԾ-ական ճշտումներ են անում։ Վարչապետի գլխավոր հիմնավորումը, Որովհետև Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Լսեցիք։ Ձեզ հիշացնեմ, ում բարերն ասա։ Փաշազադեի հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին։ Հարևան տարածաշրջանային երկրների համար։ Ուրիշ հարցեր կա։ Ես կարծում եմ դե իմ այս դիտողների մոտ այդ հարցերը չկան, ամեն ինչ վաղուց պարզ է։ Բայց խնդրում եմ, փոխանցեք այս տեսանյութը այն մարդկանց, ովքեր դեռ չգիտեն ինչ ասեմ արդեն, կամակորությունը, անգրագիտությունը, դիտավորությունը, ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց ես հույս ունեմ սրտիս խորքում ինչ-որ միտեղ, որ այս տեսանյութները, շարունակությունները, այս բացատրությունը նայելով, գուցե մի քանիսի մոտ ինչ-որ մի բան կփոխվի, որովհետև հավատացեք, իմ համար ցանկացած հայ, դա հայ է, դա արժեք է, իմ համար այդքան էլ միևնույն չի, ով է կորած, ով է ուրացող, պատրաստ ուրանալու, մարդիկ կան միգուցե բացատրելու կարիք ունեն, միգուցե մոլորված են, ես ուզում եմ մի փոքր դուռ բաց թողել այդ մարդկանց համար, եւ ձեր օգնությամբ կարող եք այդ մարդկանց գտնեք, տարածեք։ Մեր հիասմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայի դասից առաքինի կեսվածքից համար այսօր հայտարարել են սրբազանները։ Այո, մենք էլ ենք այդ հիասմունքը հայտնում եւ մեր աջակցությունն ենք հայտնում մարդկանց։ Հիմա տեսնենք էլ ինչ նախապատրաստական աշխատանքներ են անում եւ էլ ինչ են պատրաստվում անել։ Օրագիր Նյուզի տեղեկություններով Գյումրիի դպրոցների ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի պատարագին։ Ուսուցիչներից մեկը Օրագիր Նյուզի հետ զրույցում ասում է, մեծ տնօրենի մակարդակով հրահանգ տվեցին, որ պատարագից առաջ հավաքվենք երկրաշարժի զոհերի հիշատակի արձանի մոտ եւ այնտեղից գնանք 7 վերք եկեղեցի։ Օրագիր Նյուզը օրվա ընթացքում ստացել է ահազանգեր, թե ինչպես են մարդկանց ծանոթ բարեկամով ցուցակագրում, որ ներկայությունը ապահովեն։ Դե ինչ ասեմ, հարգելի ուսուցիչներ, ես կարծում եմ դուք այն խավն եք, որոնց կարիք չկա բացատրելու, որ կիրթ, արժանապատիվ մարդը չի կարող դառնալ հոտի անդամ ու գնալ սպասարկել ների միջոցառում։ Անհնարին է։ Եթե մեկը գնում է, դա իր ընտրությունն է, անշուշտ, ես ոչ մի բան չեմ կարող ասել, բայց դուք շատ լավ պետք է հասկանաք դուք ինչի եք լինում մասնակից։ Դուք դառնում եք ոչ միայն քաղաքական կեղտոտ խաղերի մասնակից, այլ ների գործիք։ Սա քաղաքականության հետ կապ չունի։ Սա Փաշազադեի ծրագիրն է իրականացվում Հայաստանում Փաշինյան Նիկոլի մյուս Փաշազադեի ձեռքով ու ձեր մասնակցությամբ։ Հարգելի գյումրեցիներ, եթե Գյումրի քահանաները կարողացան սրանց գրողի ծոց ուղարկել, ես ուզում եմ հավատամ, որ Գյումրու ուսուցիչները նույնպես
Փաշազադեին գրողի ծոցը կուղարկեն։ Փաշազադեին։ Փաշինյան էս հետաքրքիր է, չէ՞, ոնց որ քուլ ախպեր լինեն սրանք։ Փաշինյան ճիվաղը Փաշազադեի ծրագիրն է իրականացնում, կարծում եմ արդեն այս հարցում որևէ կասկած լինել չի կարող։ Եվ նա կրկին հիշեցում եմ ուզում անեմ, ինչ օր էր այսօր։ Դեկտեմբերի 5-ին դատարան ազատությունից զրկեց Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Իսկ 21 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում արդարություն իրականացրեց ցեղասպան Սաիդ Հալիմ Փաշայի նկատմամբ։ Այդ պատճառով Վդիժարոյի շիրիմին գրված է նրանով հաստատվեց արդարություն։ Այո։ Այս շիրիմը մեր մոտ է, Նյու Ջերսի, Արշավիր Շիրակյանի, եւ սա կրկին հիշեցում, որ արսենները կան, դրանք ոչ միայն Հայաստանում են։ Մարդիկ հիշում են, զուգահեռներ են անցկացնում, այս մասին գրում է Էդգար Էլբակյանը։ Մարդիկ կան, հիշում են, զուգահեռներ են անցկացնում, ծրագրեր են մշակում, սպասում են, տեսնեն այս ամեն ինչով ավարտվելու, բայց ես վստահ եմ, որ սա ձեր համար ոչինչ չի նշանակում։ Դուք ձեր վրա վերցրել եք մի պարտականություն, որը ամեն գնով դուք պետք է հասցնեք մինչև վերջ։ Դե եթե դուք դա տենց որոշել եք, ուրեմն պետք է պատրաստ լինեք նաև հետևանքների։ Սրա մասին կարդանք։ Ինչ կապ ունի Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը Արշակ Սրբազանի կալանավորման հետ։ Կարեն Պետրոսյանի անդրադարձը։ Հիշում եք սա ով է։ Սա Գյումրու պետական համալսարանի մասնաճյուղի Գյումրի մասնաճյուղի տնօրենն է։ Կարծում եք պատահական է նշանակված այնտեղ։ Ոչ։ Եվ փաստորեն սա վկայություն է տվել, հիշեցրել է, որ իրենք 2018 թվականին ինչ որ այն որ սկսել են իրենք այդ հայրապետի դեմ շարժումը իրականացնել, այն ժամանակ ինչ որ ինցիդենտ է եղել, իրանց աջակիցներից մեկին տարել են ոստիկանություն, հետո գործը իհարկե փակվել է, ոչ մի բան չի եղել։ Այսօր Արշակ Սրբազանին ձերբակալել են հիմնավորելով, որ այդ դեպքի ժամանակ Արշակ Սրբազանը այդ ինչ որ մեկի պայուսակի մեջ թմրանյութ է դրել։ Երբ որ լրագրողը հարցնում է, փաստորեն այդ գործը կար ու դուք 7 տարի ծածկել եք այդ գործը, պատասխանը գիտեք ինչ է։ Ես միշտ ասել եմ, աշխարհի ամենազզվելի մարդը ամոթն ու բարոյականությունը կորցրած մարդն է, որը անասնացած տեսակ է։ Պատասխանը եղել է, չգիտեմ, գնացեք իրավապահներին հարցրեք։ Բայց ինքը վկայություն է տալիս։ Ինքն է միջնորդում դրա համար։ Հիմա համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ։ Ձեր տնօրենը հանցագործ է։ Ձեր տնօրենը Փաշազադեի գործիքն է։ Հայ առաքելական եկեղեցու եւ հայկական պետականության դեմ։ Ասել է թե ձեր դեմ, ձեր ինքնության դեմ։ Ու պատահական չի, որ ինքն է նշանակված այդտեղ տնօրեն։ Ինքը եթե չլիներ այս համակարգի, տեսեք, հələ համակարգը ոնց է աշխատել։ Այն ժամանակ սկսել են, իրանց կադրին տեղավորել են, այսօր թարմացնում են։ KGB-ն այտենց է աշխատում։ Իրանց ոչ մի կադր չի կորում։ Կարան ժամանակավորապես սառեցնեն, պարապ թողեն, բայց հենց որ պետք է ակտիվացնելը, մի զանգ, մի կոճակ ու միանգամից ակտիվանում են։ Համապատասխան հանձնարարությունով։ Ու Արշակ Սրբազանի դեմ ոչինչ չի եղել կիրառելու, բացի հորինած պատմություն 2018 թվին տեղի ունեցած։ Ու դա իրականացավ սրա ձեռքով։ Գյումրեցիներ ջան, կարծում եմ սա վաղի փողոցներում վաղվանից սկսած հայրելուց իր դեմքին պիտի զգա։ Ինչու դուք մտածում եք իր մասին։ Որտեվ Փաշազադեն սա թե Փաշինյան Նիկոլը տարբերություն չկերանք, բոլորը իրականացնում են նույն ծրագրերը։
տարբերվում են իրարից անուն անձրամով, այդքան։ Հուսով եմ, սա վաղվանից կզգա այն, ինչ որ ես պատկերացնում եմ, որ պետք է զգաս ցանկացած թուրքի թշնամու գործիք Գյումրիում։ Մեսան լսեք ես ողորմելի։ Սա այն քահանան է Նիկոլի գործիք, որին վռնդել էին Վրաստանի տարածքից իր քահանայի կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Այսինքն պետք է դատեին սրան, համայնքը վռնդեց, սա Փաշինյան Նիկոլը տեղավորեց բանում։ Դե կամ կաթողիկոս էական չի։ Ամեն դեպքում Էստոնիայում ինքն է դիմավորել։ Կարծեմ հենց ինքն է, եթե չեմ սխալվում, սա շորերը որ փոխում են մի քիչ տարբեր են, բայց կարծում եմ հենց ինքն է։ Եվ ինքը հիմա եկել է բարեխոսի Արցախի թեմի առաջնորդի համար։ Նիկոլ Փաշինյանի լրատվականում է ինքը հյուրընկալվել եւ լսեք այս տխմարին էլ լսեք։ Սիրելի արցախցի քույրեր եւ եղբայրներ, Վրդանես Սրբազանը մեզ հետ մասնակցեց վարչապետի հետ հանդիպմանը։ Խնդրում եմ իրենից մի նեղացեք։ Ինչի՞։ Դու ինչ ես խնդրում։ Ցավացել է։ Իսկ դու կոմոդ ցավացել է ինչ-որ մի բան։ Վրդանես Սրբազանը Արցախի ակունքներում է կանգնած 1900 Եվ բավարի մանակ էլ ովքեր են եղել Արցախի ակունքներում կանգնած, որ այսօր դավաճաններ են, հենց Արցախցուն, հենց Արցախին։ Սրանց թվում է, եթե մեկը կանգնած է ինչ-որ մի բանի ակունքներում, դա ինդուլգենցիա է ցանկացած դավաճանության ու հանցագործության համար։ Ու մի հանցագործը բարեխոսում է մյուս հանցագործի համար։ Որ 88 թվականից նա լուսավոր մարդ է։ Ես հասկանում եմ մեր արցախցիների այս վիշտը, ցավը, դառնությունը, բայց եկեք մի մարդու վրա չգցենք, եկեք բոլորս էլ տեսնենք, որ մենք ազգովի մեղավոր ենք։ Պատկերացրեցիք, մի մարդու չգցենք, մենք ազգովի մեղավոր ենք։ Մենք ազգովի մեղավոր չենք, չէ տականք։ Բացարձակապես ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ զգում, որովհետև իմ նման մարդիկ արել են ամեն ինչ։ Իմ նման մարդիկ 100,000-ավորներ են, որ արել են ամեն ինչ։ Դավաճանել եք դուք, ի՞նչ է նշանակում մենք։ Ինչ է նշանակում ձեր մեղքը մեր վրա բարդելը։ Մենք բոլորս ենք մեղավոր, առհա ձեր բախտից։ Դուք եք մեղավոր, դուք եք հանցագործ, դուք եք պատասխան եք տալու։ Ու մենք մի օր երբ ամբողջ ազգով ապաշխարենք, Չէ հա, սեփական քահանայի կնոջ հետ սիլի բիլի անողը ամբողջ ազգով ուզում է ապաշխարենք մենք։ Տղա ջան, արի դու քո ապաշխարի ու չքվի տարածքից։ Դա կլինի երևի քո փրկությունը։ Աստված կբացի նոր հորիզոններ, նոր դռներ։ Եկեք իրարից չնեղանանք։ Եկեք այս ժամանակներում միմյանց նկատմամբ այդ թշնամությունը չունենանք։ Ավարտենք, որովհետև Աստված որտեղ բարիություն է, այնտեղ Սանց թվում է, ինչքան իրանք շատ տվեցին Աստծո անունը, այնքան իրանց մեղքերը պակասելու է։ Իսկ Աստված ձեր նման իդիոտների մի շատ կարևոր բան ասել։ Տեղին անտեղին անունս մի տվեք, արա։ Ձեր գործերով ապացուցեք, այն ինչ որ դուք տեղին անտեղին բլթացնում եք։ Հասկացաք։ Ու սա ասում է ձեզ երաժիշտը, աստվածաբանության հետ ոչ մի կապ չունեցող։ Բայց այսինք basic տարական բաներ են, որ կարծում ցանկացած մի քիչ գրագետ մարդ իրապետում է։ Իսկ քահանան մի 10 վայրկյանի մեջ 5 անգամ Աստծո անուն տվեց։ Հետո ապաշխարելու կոչ անում։ Ում։ Հիմա դու փոշմանել ես Նիկոլ Փաշինյանի ձեռը սեղմել ես ու ստորագրել ես քո իսկ փրկչի, արա քեզ պետք է դատեին։ Գարեգինն է մեղավոր, որ քեզ փրկա։ Գարեգինն է մեղավոր, որ քեզ վերանշանակես ուրիշտեղ։ իր Սուրբ Հոգուն է ուղարկում։ Ուրեմն եկեք մեր սիրտն ու հոգին բացենք, որ Սուրբ Հոգին մեր ներսում լինի, եւ մենք չգիտենք դեռ Աստված ինչ խորհուրդներ ունի մեր պատմական հայրենիքի տարբեր հատվածները կրկին մեզ վերադարձնելու համար։ Էլի Աստված, Սուրբ Հոգի, Աստված, Սուրբ Հոգի։ Ես գիտեմ, որ կա
հավատացյալների մի շերտ, որ ինքը չի լսում, չի մտածում, իր համար ոսկում ես Աստված Սուրբ Հոգի ասել, ինքը անջատվում է։ Մտածում դու լավ բան ես ասում, բայց ես այդ տեսակից չեմ։ Իմ համար Աստված абստրակտ բան չի։ Ինչ Աստված արա, ինչ կապ ունի Աստված ստեղ։ Դու անցագործ ես, դու անցագործություն ես արածում, Սուրբ Հոգի Աստվածը անցա, թեթևացա մեղքդ։ Ասեմ, ոչ քո, ոչ Արցախի թեմի առաջնորդի մեղքերը դանով ոչ մի բանով չթեթևացավ, ասեմ ավելի ծանրացավ։ Որովհետև փաստորեն դուք Աստծո անունը շշուտ տալով մտածում եք դուք կարող ստեղ հանցագործություն անեք, անդե ձեր քարոզներով ինձ էլ կոչ անեք ապաշխարելու, որը ձեր հետ հավասար մեղավոր է, չէ։ Ես իմ փայ մեղքեր ունեմ, դա քո հետ կապ չունի, բայց ես ների ձերը չեմ ստեղծում եւ ների գործիք չեմ դառնում կաթողիկոսի դեմ, ների Փաշազադեի գործիք ների, հասկացաք դուք ով եք։ Իսկ նորից լսենք ինչի համար է կալանավորված Արշակ Սրբազանը։ Եթե մարդկա դեռ չի հասկացել։ Ոչ թե ինչ որ 18 թվականին ինչ որ մեկի պայուսակի մեջ նարկոտիկ դնելու համար։ Լսեք։ Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ։ Հիմա այդ րոպե մեկ Աստծո անուն տվող այս հրեշները պետքա կանած լինեին Արշակի կողքը եւ իրանք էլ ասած լինեին։ Բայց չեն ասել։ Չեն ասել, որովհետեւ հակառակ իրանք այս ասողի դատողի կողքին են։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիցիալ պիտի լինի նրա։ Դու ասել ես, ով ուրանում է ցեղասպանությունը, ով մեր հիշողությունը ջնջում անիցիալ լինի, դու չես ասել։ Ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանքով պիտի հիշվի պատմության մեջ։ Հասկացաք հիմա ինչի է ինքը կալանավորված, ոչ թե փթիրը։ Հասկացաք։ Ով խախտում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից եւ ընտանեկան ջերմությունից։ Բնականաբար դեմ եք այս ամեն ինչին ինչ որ ինքը ասում է։ Փաստորեն դեմ եք դուք, որովհետեւ դուք նրա կողքին եք, ով այս ամեն ինչը իրականացնում է։ Ընտանիք ասեց ուղղակի միտս ընկավ էլի։ Էսի է դրա ընտանիքը։ Սա։ Օրինակ ես նկարը նայելով քանի հոգու մտքով անցնում, որ ինքն էլ պետք է սկսի կարդալ։ Սես Playboy ժուրնալներում էին նկարվում 70-ական թվականներին, 70-ականներին։ Այսպես նկարները արվում էր ասում Playboy-ում 70-ականներին է, նույնիսկ ասենք հիմա չէ։ Այս մարդը գնում է սուրբ պատարագի մասնակցելու պայման ունի դեռ, պայման, որ ինչ որ մեկի անունը պետք է հնչի, ինչ որ մեկին էլ պետք է չհնչի։ Ուսանները դրան աջակցում են սրանք։ Ունենց որ եմ ասում ընտանիք պիտի չունենա, արդեն ըտենց է, մի հատ լսենք։ Ջերմությունից եւ ընտանեկան ջերմություն պիտի մնա ընտանեկան հարկից եւ ընտանեկան ջերմությունից։ Չեք էլ կասկածում, չէ՞, որտեղ ինչ ընտանեկան ջերմության մասին է խոսքը։ Ինչ ընտանեկան ջերմության մասին է խոսքը։ Այս նկարները պատտվում է աշխարհով, գիտեք։ Անգլերեն եմ ես տեսել, սա Փաշինյան Նիկոլի բանն է, ընտանիքն է։ Հայաստանի վարչապետի աղջիկների ֆոտոսեսիան պատտվում է աշխարհով մեկ։ Հիմա ես լուրջ եմ ասում, դուրս գաք Նյու Յորք, չնայած Նյու Յորքում վաղուց պրոստիտուտիկ չկա, բայց ովքեր եղել են Times Square-ում մոտապես մի 20 տարի առաջ, երբ որ կանգնում էին, ես ձեզ երաշխավորում եմ, այնտեղ կանգնածները շատ ավելի պարկեշտ էին հագնված, քան սրանք։
ու հիմա սրա այս նկարները աշխարհում է պատտվում է Telegram ալիքներում TikTok-երով ֆռում է որ սա Հայաստանի վարչապետի աղջիկների նոր ֆոտոսեսիան է հիմա հարց սա վարչապետի ընտանիքն է թե ինչ որ պատահական պրոստիտուտկեք են որ որոշել են 70-ականների բանով մոդայի մեջ իրենց գովազդել Եթե այս նկարը նայելով մեկի մտքով անցնում է, վայ, ես էլ սկսեմ գիրք կարդամ, թողարկիր։ Շատ հետաքրքիր կլինի իմ համար։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիցյալ եւ ասպանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։ Ամեն։ Բա դուք ասեիք այս ամեն ինչը, եթե համաձայն եք Թող ձեզ դատեին, դուք չեք ասե, չէ։ Ինքն ասե իրեն դրա համար դատում են։ Դուք այսօր միացել եք այդ դատողին։ Այդ ուրեմն նշանակում է ինչ ասեց Արշակ Սրբազանը, դա վերաբերում է ոչ թե ներին միայն, նաև ձեզ։ Որովհետև ները միայն ոչ մի չի կարողանում անել։ Նա գործիքակազմ ունի, այդ գործիքակազմից մեջ եք մտնում նաև դուք ու Հայաստանում բոլոր ուժայինները, փաստացի Ամփոփելու համար ասեմ, այն ինչ որ ասվեց հիմա, դա վերաբերվում է ոչ թե միայն Փաշինյան Նիկոլին, այլ բոլոր նրանց, ովքեր նրան օգնում են։ Դա կլինի աշխատանքի բերումով, դա կլինի աջակցության հետ կապված, նաև մշտական գործիք, նախկին միլիցիա Արամ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչ Մասիսը։ Ու զարմանում եմ, այս անասունի անունը հələ չեն փոխել, Մասիս են թողել։ Չեն փոխել, բայց պետք է փոխած լինեին, էլի։ Բոլոր հանցագործությունները վավերացնում է Մասիսը, Արամ Սարգսյանի կուսակցության անդամ, նախկին միլիցիա, հիմա էլ վերականգնել են, նշանակել են դատավոր, որ բոլոր հանցագործ որոշումները դա կայացնես, Չագուճով խփի գլխին։ Ես մի հատ բան պետք է ասեմ, Չագուճով այսօր բանին ես խփում սեղանես, այդ Չագուճը վաղը գլխի տա իջնելու։ Ուղղակի ստե հարցը ինչ կարգի մեծության եւ ծանրության Չագուճա լինելու դա։ Մուրճ, կվալտ։ Բայց այսօր ձեր ձեռնա խփեք թող գնա։ Իմացեք ով ինչա իրականացնում։ Արշակ Սրբազանին եւ ոչ միայն Արշակ Սրբազանին, բոլոր քաղաք բանտարկյալներին բանտարկումը որոշումը կայացնում է սա։ Իսկ սա արտադրության նախարարն է, որը ասես նայում է այս դեմքով հենց նոր Մարիամիգենց հետ բանից դուրս եկած այս դեմքով նայում է կամերային, ասում է Հայաստանում քաղաք բանտարկյալներ չկա։ Չկա նախբիջան, չկա։ Ճիշտ ասում։ Չկա։ Ասեմ ավելին, արցախցիներն էլ մինչև հիմա Արցախում են անվտանգ։ Իրենց կյանքի ոչ մի բան չի սպառնում։ Հայաստանում է սկսել են կոմպոզիտային բալոնների, գազաբալոնների արտադրությունը, լվացքի մեքենաների արտադրությունը, հեռուստացույցերի արտադրություն կա, հա, կա, ամեն ինչը կա, հա։ Հայաստանում է 4 հատ ատոմակայան են սարքել, այդ էլ կա։ Հայաստանի ժողովուրդն աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդն է, որ ապրում է Հայաստանում, որովհետև վերջին 500 տարվա մեջ հայ ժողովուրդը այսքան երջանիկ չի եղել։ Ու այս Էդուարդ Շարմազանովի դեմքով, իմ ջերուց հիշացնեմ ձեզ, նույն դեմքով, ուղղակի անազգանն էլ ուրիշ բան։ Սես բաներ ասում է Էդիկը Շարմազանով, Աշոտյանը, բան չի փոխվել։ Հիմա որ իրանք մի քիչ նեղված են Նիկոլից, որ մի բանին չեն ստացել, չի հասել, այդ չի նշանակում մենք հավի հիշողություն ունենք, չենք հիշում սրանք ինչ են արել մեր բոլորի գլխին։ Ու ով բերեց այս վիժվածքին։ Ու ով է առայսօր իրեն կառավարում։ Նույն համակարգը, նույն դեմքերը, նույն մարդիկ։ Կարգալույց Կորյուն Աբեղան, Արմեն Արաքելյանը սկանդալի կենտրոնում քաղաքացին ահազանգել է վստահված $29,000 2 կիլոգրամ արծաթը հափշտակելու մասին քրեական վարույթ չի նախաձեռնել։ Սա նիկոլական քահանան է, իր վրա ոչ մի բան չի բանալել։ Արշակի նկատմամբ
7 տարի առաջ կատարված ինչ որ բան չկատարված ինչ որ հոդվածով դատում են։ Կարգալույց ասում նույնս եմ ասում, այս անասունը $29,000 իրան վստահված 2 կիլո էլ ոսկի։ Ոսկե թրել է։ Բայց ճիշտ է ասում։ Իրանք բոլորին ճիշտ հոդվածներով են դատում, Հայաստանում քաղբանտարկյաններ չկա։ Այս հատվածն եմ ուզում երբ նայենք։ Մատաղ, ինձ ուր պիտի ղերգիս։ Սիբիր։ Դու հիմա ցույց կտաս այն տեղը, որտեղից անցել ես սահմանը։ Աչքից վրա մատաղ։ Դու բավոր քո Հայաստանն ես տեղի։ Ինչ գործն է իրեն տեղի հետ, հա։ Ստեղի էին դեղի Հայաստանի կռիվը, բոլշևիկները, չեկիստները, զգում եք ինչքան ժամանակ են անում։ Զգում եք ինչքան ժամանակ այս նույն խոսակցությունը կա, ստեղի դեղի Հայաստանը, այս նույն համակարգն է։ Այս ամեն ինչը ուղղված է մեր հիշողության, մեր պահանջատիրության, մեր տեսակի, որտեղ հայը ուր ուզում է լինի, ինքը իր երկերը երկելու է։ Ոնց ուզում ես երկի, որ երկ ուզում ես, երկի ամբողջ Հայաստանի մասին է։ Ամբողջ Հայաստանի մասին է, ոչ թե հատված Հայաստանից, հա։ Իմ սրտին հարցրու մատաղ։ Մարդ պետք է սրտով ապրի թե խելքով։ Իրանց որտեղից սիրտ։ Ես ուսում ու գաղափար չունիմ մատաղ։ Ես սիրտ ունիմ, որ խոսք ու խրատ չհասկնա։ Որ կկարոտնա կծրվի, որ կծրվի կմոռնա օրենք ու սահման։ Իրանց համար այդ ամեն ինչը անծանոթ է։ Իրանք չգիտեն այդ ինչը։ Սրտից էինք խոսում, հիշողություններից էինք խոսում, չէ՞։ Ուզում ես հատվածը նա դիեր։ Հնարավոր է մաքուր ապրել։ Հնարավոր է։ Եթե դու ընկալում ես Հայաստանը որպես քո սեփական բնակարան, որտեղ դու ծխախոտի մնացորդը չես գցում, աղբը չես թափում, սա իմ բնակարանն է, սա իմ տունն է, հետո իմ տունը դառնում է իմ բակը, հետո իմ տունը դառնում է իմ քաղաքը, վերջում տունը դառնում է իմ երկիրը, եւ վերջ իմ տունը դառնում է մոլորակ, ինչպես ցույց տվեցին ճապոնացիները, որոնք կատարում ստադիոնում աղբ էին հավաքում, չնայած իրենք չէին թափել այդ աղբը։ Հնարավոր է մաքուր ապրել, հնարավոր է։ Իսկ հնարավոր է ազնիվ ապրել։ Իսկ ասում եմ մաքուր ապրել ու անազնիվ ապրել, դա մաքուր ապրել չի։ Առաջին հերթին պետք է ազնիվ ապրել։ Որտեղ մաքուրը դա կենցաղ է։ Ազնիվ է պետք է ապրել առաջին հերթին։ Մոլորակ երկիր, իսկ որտեղ է ձեր երկիրը ավարտվում։ Նիկոլի գծած քարտեզներով։ Ես հիշեցնեմ, որ պարոնը Ռուբեն Բաբայանը, տեխնիկային թատրոնի ռեժիսոր, պնդում էր, որ սիմվոլները պետք է քո սահմանների մեջ լինեն։ Արարատը քո սահմանների մեջ չի, ուրեմն քո սիմվոլը չի։ Մաքուր ապրել, այո։ Մաքուր, նաև հոգևոր իմաստով է պետք մաքուր ապրել։ Այն որ բակը տալված ավլաց լինի, մաքուր ասֆալտած լինի։ Դա հոգու մաքրության հետ ոչ մի կապ չունի։ Ազնվության հետ ոչ մի կապ չունի։ Ես արվեստանոցներում եմ եղել նկարիչների, քանակագործների, որ չէր կարող մի մաքուր անկյուն գտնել նստելու համար, շարժվելու համար։ Գործի բերումով շատ չէ, բայց եղել եմ։ Եղել եմ։ Այնտեղ կար ազնվություն, այնտեղ կար մաքրություն։ Ավլաց հատակի հետ ոչ մի կապ չուներ, պարոն Բաբայան։ Ես գիտեմ ձեր համար արդեն ուշ է դրա մասին մտածելու, թե տարիքի, թե արդեն կարմիր գծերը անցած լինելու պատճառով, բայց հենց մաքուր եք ասում, հիշեք, որ մաքրությունը սկսում է հոգու մաքրությունից, խղճի մաքրությունից, ազնվությունից։ Ցած սիգարետի կտորները կարելի է ուղղակի, գիտեք, փոշեք ուլել, ավլել գնա։ Հոգու կեղտը չի ասում։ Այն էլ մի քիչ հանրային մարդու կողմից արտահայտված մտքերը, որ ասես մնում է ինտերնետում, տիեզերքում, օդում,
Ոչ մի ավել չի կարող մաքրել դա։ Այնպես որ այս ձեր ասածը, որ եթե դուք ձեր բակը մաքուր պայեցիք, մոլորակը մաքուր է լինելու, դանով է դառնում երկիրը մաքուր։ Կոպեկ արժեք չունի։ Տոտալ դեմագոգիա է։ Որովհետև միշտ դուք ձեր երկրի մաքրությունից եք խոսում, Ալիևը շատ կարևոր է համարում Հայաստանից բռնի տեղանված ադրբեջանցիների վերադարձը։ Պետք է ապահովեք, պարոն Բաբայան։ Ես վստահ եմ, որ դուք հաստատ ամեն ինչ անելու եք դա ապահովելու համար։ Հա, որովհետև պատահական չի, որ ձեր հանդիպումներին ձեր վաղուց հենց ձեզ էին ուղարկում։ Հետաքրքիր է, չէ՞։ Սերժ Սարգսյանն իրան էլ ուղարկում այդ հանդիպումներին։ Պատահական։ Ոչ։ Սերժ Սարգսյանն իրան էլ ուղարկում, Հրանուշ Խառատյանն էլ ուղարկում։ Ոչ մի պատահական մարդ այս ամեն ինչի մեջ չի եղել։ Ոչ մի պատահական բան չկա, 18 սկսեց, 18 թվականին սկսեց հարձակում եկեղեցու վրա ու նույն մարդկանց ձեռքով հետո նշանակվեցին պաշտոնների, հեսօրենի նույնից ակտիվացել են, թե ասում եմ, բոլոր տեղերում նույն մարդիկ այս տեսարանի մեջ որ տեսանք Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած այս ոհմակը, հիշում եք, սա պատահական էին հավաքել ձեզ թվում այնտեղ, սա ձեզ թվում պատահական էին հայտնվել այնտեղ, նույն Ռուբեն Ռուբինյանը, նույն Պուպուլիկը, նույն Նավակ Ճոճողը, նույն աղբանոցն է իրաց կողք կանգնած, սրանցից ոչ մեկ պատահական չի առաջացել, սրանց սնել, նախապատրաստել է համակարգը։ Համակարգ, որ ասում եմ, այդ թվի այդ համակարգի գլխավորը Սերժիկ Սարգսյանն էր, բայց չի նշանակում, որ հենց իր ժամանակ են դա արել մենակ, չէ, դա հենց առաջել է նախապատրաստվել։ Այնպես որ տեսեք, այս ծրագիրը իրականացնելու համար ինչքան մարդ կա գործի լծված։ Ֆենոմենալ է, ուղղակի ես ուզում եմ հասկանամ, այսքանի երբ են հասցրել նախապատրաստեն։ Ինձ տպավորությունը, որ Հայաստանում ազնիվ մարդ չի մնացել։ Բայց հուսով եմ կա։ Հիշում եք նեռածնին հայտարարությունը, որ 10,400 դրամ ի՞նչ է տալու թոշակառուն։ Ի՞նչ է տալու, որ իրենք բարձրացնեն։ Ոչ մի բան։ Ուզում լսենք թոշակառուներին։ Հատ կառնեմ կուտեմ, ինչ կառնեմ, 10,000 առավելանա։ Մի հատ գնում ես կաթմատ ու սվետանը ծառում արդեն փողոց մրցա։ Կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանի վերջին աղմկոտ խոսքերն այժմ տարեցների զրույցների հիմնական թեմաներից է։ Սրտնեղածեն երկրի ղեկավարը պնդում է, թե իրենք չգիտեն ինչպես արդյունավետ փող ծախսել։ 50,000 դրամից էլ պակաս թոշակ ստացողները մի քանի վայրկյան չմտածելով թվարկում են, թե ինչ կանեին, եթե 10,000 դրամ ավելի ստանային։ Ապրելակերպի վրա, ինչի վրա հակած նստած եմ, ինչի քանի տարվա շորեր է, կոկիլներ է, նորը կառնեի գահակնեի, չէի չունեի ցանկություն, արժանիքներս եկան բարձր եղել, բայց մի ով է հաշվի առնողը։ Սնունդից ու հագուստից զատ նրանք նաև շոշափելի կարիքներ ունեն։ Բայց պատկերացնում եք, մարդ ինչ կարգի տականք պետք է լինի, որ տենց հայտարարություն անի, ու լսող համաձայնվողները ձեզ թվում է հայտարարությունից տարբերվում են։ Հա, չէ։ Ոնց կարող ճիչ, մանանեխի չափ, հատիկի չափ, բարոյականություն ունեցող մարդը նորմալ ընկալի այս հայտարարություն։ Սա մենակ հայտարարություն չի, սա վերաբերմունք է։ Մարդու նկատմամբ, մարդու։ Ու սա ամեն ինչ ասում է ասողի մասին։ Ամեն ինչ, ասիկեն, եթե սենց ձևակերպեմ, եթե մեկը կա սենց բան է ասում, դուք, եթե շարունակում եք այդպես մարդու հետ շփվել, նշանակում է ձեզ դա ոչ իմ չասեց։ Նշանակում է դուք չհասկացաք դիմացին է ինչ արժեքի կրող է, ոնց է վերաբերվում հասարակ մարդուն, ինքը ձեզ էլ է տենց վերաբերվում։ Բոլորին է տենց վերաբերվում, որովհետև իր մոտ պակասում ամենակարևոր բանը, որ մարդուն զանազանում է անասունից, դա կարեկցանքն է, կարեկցանք
մարդու նկատմամբ, մերձավորի նկատմամբ, էնել էս մերձավորների նկատմամբ։ Տանը սարք չեն ուզում։ Ինչ կանեի, կոմունալ վարձերի նորմալ կմուզեի գազը գվարեի տունս կտակցնեի։ Չեք կարում տալ։ Ոչ մի դեպքում։ Տարեցների նեղացրած խոսքերը հնչեցին մի քանի օր առաջ երկրի գլխավոր ամբիոնից։ Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ 10,000-ով իրան նվեր կառնեմ։ Իսկ դուք նվեր կառնեմ իրան, որ իրան լավ գնան արտասահմանման գան։ Վարչապետը հայտարարում է 65-նանց մարդկանց հիմնական ծախսն առողջության պահպանմանն է ուղղվում։ Ինչու նրանց գումար տալ, որ անարդյունավետ ծախսեն։ Իրենք այդ 10,000 դրամն առողջության ապահովագրության համակարգին են հատկացնում, որի միջոցով տարեցները շատ ավելին գուցե հետ ստանան։ Ազատության հետ զրուցած քաղաքացիները հունվարի 1-ից ներդրվող ու առայժմ բազմաթիվ հարցականներ ունեցող ապահովագրության համակարգից դրական սպասելիքներ առանձնապես չունեն։ Խոստումներին չեն հավատում։ Որտե՞ղ ես կբուժեի։ Բարի կուզա մեկ հացում եմ եղած։ Դե հիմա այդ ապահովագրության համակարգը դնում են, ասում են այդ փողը ով տա։ պետությունը։ Պետությունը սուս հա։ Սուդ է։ Չեմ հավատում։ Որտեղ մենք թոշակառուների հիվանդանոցը ծրի է, կաշկունեցո ծրի է, բայց չկա ծրի ոչ մի բան։ Ծրի գնացիր քեզ կսվանենք զեն գնա։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, միջինը 49,000 դրամ կազմող կենսաթոշակը բարձրացնելը բարդ է, որովհետև նրանց թիվն է մեծ։ 660,000 մարդ։ Թե Բարդ, թոշակառուներին ապահովելը բարդ է։ Բայց դուք տեսել եք այտենց վարչապետի տեխնացու կամ նախագահի տեխնացու, որ գալիս է առաջադրվելու, առաջին հերթին չասի թոշակներն են բարձրացնելու, որովհետև երկրում կոռուպցիա կա, դրա համար է ձեր թոշակները բարձր։ Այ ես կոռուպցիան կկրճատեմ, դե թոշակները կբարձրանա։ Ես չեմ հիշում մեկին, որ դա ասած չլինի։ Բայց հենց, չէ, իրանք շատ են։ Ես ոնց իրանց թոշակները բարձրացնեմ։ Իրանց լափը կպակասի։ Դա ասում են 63 տարեկանի ինչ տարիք է, որ թոշակի եմ, իրանց աշխատելու իսկական ժամանակն է գալի 63 տարեկանը։ Սա նորից եմ ասում, սա շատ բնորոշ է այն մարդկանց համար, այս խոսքերը։ Տարական հարգանք չունեն, իրենք կարեկցանք չունեն։ Այս կարգի մարդիկ իմ համար անասունից չեն տարբերվում։ Սա ոչ թե վիրավորական եմ ես ասում, որպես անասուն, հա, բառ վիրավոր, չէ, ուղղակի տեսակի համար է սա։ Տեսակ, որպես անասուն տեսակի, նема մեկը մարդը կողքը ողջ է, առողջ է, հիվանդ է, սոված է։ Բայց ինքը լավ հավատացյալ է, ինչ ես խոսում։ Ինքը ուզում է փրկի հայոց եկեղեցին։ Փրկի հայոց եկեղեցին։ Հասարակական պարսավանքի ինստիտուտի մասին ես շատ եմ խոսացել։ Ու ես չէի մտածում երբևէ, որ դա կաշխատի Ռուսաստանում ու կտա նաև արդյունքներ։ Եթե հիշում եք, մի քանի օր առաջ էլ ասացի, պատմեցի Լարիսա Դոլինայի դեպքի մասին։ Այնքան մեծացավ, որ սա ստիպված էր ընկրկել եւ խոստանալ, որ ինքը այդ 137 միլիոնը հետ կվերադարձնի։ Բա մենք շատ թերագնահատում ենք այն, ինչին մենք ունակ ենք, իսկ շատ բան պետք չի։ Շատ բան պետք չի, ազնիվա պետք լինել։ Որովհետև այն, որ դուրս եկան այս հրեշի դեմ, այս հրեշավոր արարքի դեմ, նրանք չխոսեցին քաղաքականությունից, նրանք չխոսեցին Պուտինյան ռեժիմից, նրանք չխոսեցին ոչ մի բան, ասեցին չի կարելի սենց բան անել։ Սա անբարոյականություն է, այսինքն հարցը բարոյական դաշտում էր։ Ես երաշխավորում եմ, Հայաստանում ցանկացած հարց է բարոյական դաշտում։ Փաշինյան Նիկոլես հայտարարությունը, որ 10,400 դրամը ոչ մի բան չի անելու թոշակառուների համար, սա բարոյական հարց է։ Այսօր ցանկացած բարոյական մարդ, որ ինքը լռում է ու իր վեճը չի, հեչ իրան նեղություն չի տալու, չի արտահայտվում, ինքը բարոյական չի այլևս։ Որտեղ սա քաղաքական չի։ Եվ բոլոր քաղաքական հարցերը լուծված կլիներ մեր հանրության մեջ, եթե բարոյական արժեքները, ոտնահարողները միանգամից ճակատներին ուտեին, ճշմարտություն ասեն, չի կարելի սա։
չի կարելի սովի մատնել, տարեսնել, հետո էլ հեգնել, թե 10,400 ինչ անելու քեզ, որ ավելացնեմ։ Չի կարելի, սա անբարոյականություն է։ Կարող են ասել, մեր են քաղաքականությունով չզբաղվող են շերտը։ Կարող են ասել, կներեք, ես այդ կարծիքի չեմ, գիտեք, որ 10,400 դրամը իմ թոշակառու մայրիկի կամ իմ թոշակառու քույրիկի չեր օգնելու։ Չէ, գիտեք, 10,000 դրամը, ասենք, այն ասում է, տունս կտակասնեի, գոնե տակ տեղ կնստեի, վստահեցնում եմ, էդ 2-3 օրվա ծախս էր անելու ընդամենը։ Կամ դեղ կառնել այդ մարդը։ Բայց չէ, այդ խոսքերը չհնչեցին։ Վա։ Իրանք քաղաքականությունով չեն զբաղվում։ Չէ, քաղաքականությունով չեն զբաղվում, նշանակում է բարոյական հարթության մեջ էլ իրանք ասելիք չունեն, պահանջելու չունեն։ Այդ դեպքում դուք ինչով եք զբաղվում, ընդհանրապես դուք ում եք պետք։ Ում դուք հասարակության սոցիումի անդամ եք, թե առարկա։ Դա ընդհանրապես բարոյական հարցում էր, բանում էր, հարթության մեջ էր դրած։ Իսկ դա Ռուսաստանում բերեց նրան, որ սա որ հեգնում էր բոլորին, օրերով ուղարկում էր գրողի ծոցը բոլոր, այսօր որպեսզի ես ձնագնդիկը կանգնեցնի, ասեց ես կտամ այդ փողերը, կվերադարձնեմ այդ փողերը, ճիշտ, $1 միլիոն ավել։ Իսկ քանի մենք ինքներս բարոյական հարթության մեջ զրո ենք, ու դա նույնականացնում ենք քաղաքականության հետ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, բարոյական հարցերի մեջ չեմ խառնվում, բայց ով է սահմաններն անցավ, մանավանդ Ռուսաստան, Արևմուտք, Ամերիկա Միացյալ Նահանգներ, իմ թշնամին է։ Մենք սիրում ենք, չէ՞, դες բանը ասել։ Դե ես ասեմ, նույն ձև որոշեց վարվեք, կայական ասա մեր հետ։ Մարտակոսը մեր հետ։ Ասին աղբեջան, մի վարքյան է։ Թուրքիան մեր համար առանձնային գործընկեր է։ Մենք չենք կարող իրան ոչ մի բան ստիպել, ոչ ճանապարհը բացել, ոչ հարձակվել կամ չհարձակվել։ Այդ Թրամփի ուղիներն ուզում եք բացեք, ձեր գործն է։ Մենք ինչ կարող ենք անել, ընդհանրապես դա մեր հետ կապ չունի։ Մենք մի բան գիտենք, որ ձեզ մենք չենք կարող օգնել, եթե դա հակասում է Թուրքիայի շահերին։ Էս էինք ուզում։ Իմ ես հարց եմ տալիս։ Ես էկրանների հետևից արդեն լսում եմ ընդ անբարոյական արևմուտք։ Անբարոյական արևմուտք։ Մեզանից ինչով են տարբերվում։ Սա գիտեք ով իրավունք ունի հայտարարելու։ Անբարոյական Ռուսաստան կամ անբարոյական արևմուտք կամ Ամերիկա կամ ինչ մի բան։ Բացառապես բարոյական հասարակությունը իրավունք ունի դրա մասին խոսալ։ Եթե մենք այդպես ենք վարվում, մեր ծերերի, մեր միջավայրի, մեր հարազատների հետ մենք իրավունք ունենք ինչ որ մեկից ուրիշ բան պահանջել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Հովհաննես Թումանյանը, որ ասում էր, ներսից պիտի լինի փրկությունը, այլ տարբերակ չկա, որտեղ ներսից ենք փտած։ Որ մենք մեր բարեկամը չենք։ Մենք ոնց կարող ենք ուրիշից պահանջել, որ լինի մեր բարեկամը։ Այն որ Ադրբեջանը այսօր ինչ ուզում անում է, Թուրքիան ինչ որ ուզում անում է, դա նայած չի, որ իրենք ավելի բարոյական հասարակություն ունեն։ Չէ, իրենց հասարակությունն ավելի բարոյական չի։ Ուղղակի հենց ա եղել, որ իրենց մեջի անասուն ինչ են նշանակել նախարար, նախագահ։ Չէ, հենց ա ստացել, որ իրենց նշանակվածները անասուն չէ։ Էսա տարբերությունը։ Իսկ մենք ոչ միայն որպես հասարակություն չկարողացանք մեզ ճիշտ դրսևորել, այլև ամենաանարժանին, ամենակեղտոտ տեսակին բերեցինք դրեցինք կառավարության մեջ, հələ կասկածներ ունենք, հանդուրժել թե չհանդուրժել, ընտրել թե չընտրել, արտահայտվել թե չարտահայտվել։ Ու այդ ամեն ինչ այդ վախերը, այդ անբարոյականությունը քողարկեցինք մեկ բառի տակ, մեկ քաղաքականությամբ չենք զբաղվում։ Զզվելի է, չէ՞։ Դրա համար Պուտինին հագավորի նման ընդունեցին բան Հնդկաստանում, մարդը Ուկրաինայում, մանկապարտեզները ռմբակոծում,
հիվանդանոցները ռմբակոծում, երեխաները առևանգում, Հայաստանն էլ ասում է, չէ, կարաս չտաս, ես ձեռնպահ եմ։ Ինչ ուզում անում է, երեխեքա բռնաբարում, սպանում, ընտանիքներով թաղում, ողջ։ Ինչ ուզում, ռազմական հանցագործությունների բոլոր սպեկտրը ամբողջ իրականացնում է ու գնում է Հնդկաստան, իրան ընդունում է որպես թագավոր։ Ինչի՞։ Որովհետև մի անբարոյական էլ այս երկրում է ղեկավարում, որը ամեն ինչ արեց, որ Հնդկաստանի նման երկիրը, որ իր ամենամոտ ռազմավարական ընկերներ, որ թքի վրեն ու անենց ընդունի Պուտինին, որ Ռուսաստանում նույնիսկ Պուտինին տես չեն ընդունում։ Ռուսաստանում Պուտինին տես չեն ընդունել, երբևէ ինչպես այսօր ընդունեցին Հնդկաստանում։ Որովհետև ասում եմ, այս մի անբարոյական էլ այս երկրի ղեկավարն է։ Ինքը հասցրեց աշխարհին այստեղ անես վիճակի իր ամենամոտ, ամենակարևոր ռազմավարական ընկերոջ Հնդկաստանին, որը պետքա բալանսի մեջ պահեր Չինաստանի հետ իր հարաբերությունները, տնտեսական, ռազմավարական իմաստով, քաղաքական իմաստով, կենքան զզվցեց, որ դրանք ընդունեցին Պուտինին այդ ընթացքում։ Հիմա ես կարող եմ բողոքել Հնդկաստանից, ասեմ, ես ինչ արեցի, չէ, ես դրա պատասխանը գիտեմ, որովհետև ցանկացած գործողություն ինքը ունենում ասենց հետևանքներ։ Ինքը դու շպրտում ես, միջև հետ կգա քեզ, ինքը մեծ ճանապարհ անցնում, մեծ ճանապարհ։ Ու այս ճանապարհի մեջ պետք է հասկանաս այնտեղ սրա, որովհետև էսի սենց էր, էս եղավ։ FIFA-ի կազմակերպիչներին, ղեկավարներին միջազգային դատարանը մեղադրում էր ցեղասպանության աջակցելու մեջ, հիշում եք այդ որոշումը, հա։ Հիմա դա հասկացաք, չէ՞, արդեն FIFA-ն ովքեր են ղեկավարում։ Նույն կենտրոնից տեսան Թրամփին ոչ մեկ ոչ մի մրցանակ չի տալի, Թրամփի երազած մրցանակը որոշեցին, որ FIFA-ն պետք է տա խաղաղության մրցանակ Թրամփին։ Զբիլած միջտա իդիոտա, իդիոտի երազանքը իրականացավ։ Կարևոր չի ով տալի, պատկերացնում եք, FIFA-ն տալիս է խաղաղության մրցանակ Թրամփին։ Դե ասում եմ, եթե դուք անբարոյական ես, դու չես կարող կես բարոյական լինել։ Նույն անբարոյականը ներում աշնորել Ադրբեջանից $500,000 կաշառք վերցնելու մեջ մեղադրվող կոնգրեսականում։ Վերջ, պրոբլեմ չկա։ $500,000 ես վերցրել, լավ է։ Ես 400 միլիոն եմ վերցրել, պատու մեջ։ Ման էլի Թրամփը 400 միլիոն դոլար մենակ Կատարից միանավակ մի հատ բանա նվեր ասացել, չէ, օթանավ։ Դա չեմ ասում մնացած կոռուպցիոն սխեմաները։ $500,000 ես ընդամենը վերցրել կաշառք։ Խնդիր չկա, ազատ ես։ Ուզում սանյատնեք, sense բան գոյություն չունի։ Congresswoman, thank you for being with us. The president attacked you personally yesterday, and I want to play more of what he said. Կոնգրեսականը տիկինը Սոմալիից Ilhan Omar is garbage. She's garbage. Այս կնոջը ասում է աղբ։ Սմեսի աղբա։ Կոնգրեսականին։ Her friends are garbage. Իրանքերներ ասում աղբ են։ These aren't people that work. These aren't people that say, let's go, come on, let's make this place great. These are people that do nothing but complain. Եվ անվանելա սոմալեցիներին, բոլոր ովքեր իրանքերներն են, որոնք մենակ բողոքում են, բոլորին աղբ։ Տեսնենք ինչ է պատասխանում սենատորը։ Congresswoman, how do you respond to that? Ասում եմ ինչպես կպատասխանեիք։ Well, thank you, Anna, for having me. I would say the president's obsession with me and the Somali community is really unhealthy. It's creepy. Իր այս զգացմունքներ, ասում եմ, իմ հետ այդ վերաբերմունքը եւ սոմալեցիների հետ, ասում եմ, դա անառողջ վերաբերմունք է։ And I hope that he gets the help that he needs.
Եվ ասում է հուսով եմ ինքը օգնություն կստանա, ինչ որ դրա ինքը օգնության կարիք ունի եւ այդ օգնությունը կստանա։ Sounds like he is trying to deflect from the failures that he's had as president. Եվ ասում է ինքը ոնց որ սանով ուզում է խուսանավի այն խայտարակ պարտություններից, որ ունեցել է որպես նախագահ։ His immigration rates are not going in the way Որտեղ ասում է էմիգրանտների դեմ պայքարելու այդ ռեյդերը ասում է այն ձև չի գնում ոնց որ ինքը ուզում էր նախատեսել էր that he's expected. We know that the tariffs are not working to make Եվ տարիֆները ասում է տարիֆային քաղաքականություններ չի աշխատեց արդյունքում է տարիֆային քաղաքականության այսօր Պուտինին ընդունեցին որպես թագավոր, դա էլ ավելացնեմ life affordable for Americans. We know that he is afraid of what is in the Epstein files as Ասում է վախենում է Էփստինի այս փաստաթղթերից եւ բոլորս գիտենք որ նա այնտեղ է he's fought to be the head of the pedophile protection party. Ասում է պետոֆիլներին այս պաշտպանող կուսակցության նախագահն է այդ խմբակցության նախագահն է պետոֆիլներին պաշտպանողների կուսակցություն դա հանրապետականներն են ինքն էլ դրանց ղեկավարն է And we know that right now he is being investigated for war crimes that he might Ինքը նաև ասում է ռազմական հանցագործ have committed when he ordered what seems to be illegal attacks against boats in the Caribbean. Եվ նա երբ ռազմական հանցագործ ասում է որտեղ նա հրամանատվ է հարձակվել Կարիբյան ծովում նավերի վրա Congresswoman, thank you for being with Եվ ստեղ կարող է նշել նաև Իրանի նկատմամբ հարձակումները Լսեցիք պատասխանը կոնգրեսականից Պարզ ասեց ինքը հիվանդ է, իրեն օգնություն ապեր եւ իր պետք է լավ հասկանալ, ինքը հանցագործ է ռազմական, ինքը Էփստինի պետոֆիլների այդ համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական գործ կա, արդյոք ուզում են բացել այդ արխիվները, ինքը դիմադրում է, ինքը տապալել ամեն ինչ, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Ու այս մարդու հետ Հայաստանում հույսեր կապողներ կան։ Ինչ կարելի է դրանց ասել։ Օրինակ, դուք ինքներդ մտածեք։ Եվ քաղաքական իմաստով, եւ բարոյականության իմաստով։ Քաղաքական ինչ կարճատեսություն պետք է ունենա մարդ, ավելի ճիշտ տեսողություն չպիտի ունենա մարդ, որ այս պետոֆիլ անբարոյականի հետ ինչ որ հույսեր կապի։ Որ ասելա պրոբլեմ ունենաս զանգի ինձ, ու դա իրան հերիքա, որ ասես ես դաբրո ունեմ։ Ես տեղ հանձնվում եմ։ Ուզում սարնեք։ This kind of a propaganda have too many. No one believe it. Too many what? Too many. Ասում է ձեր պրոպագանդան շատ է, ոչ մեկ չի հավատում այլևս։ Սա ասում է Իսրայելի ներկայացուցիչ, Չինաստանի ներկայացուցիչը։ Չինաստանի ներկայացուցիչ Իսրայելի ներկայացուցիչն ասում է ձեր պրոպագանդան չափազանց շատ է, այլ ոչ մեկ ձեզ չի հավատում։ Much. No one believe it. Except few Israelis. Բացի մի քանի ասում է իսրայելցիներից, ոչ մեկ ձեր պրոպագանդին չի հավատում։ We will do all what we can not to hurt the citizens. Ինքը շարունակում ասում է մեկ ամեն ինչ անում ենք, որպեսզի չվնասենք քաղաքացիական բնակչությանը։ Այս դեմքով լկտի, Փաշինյանական դեմքն է, նայեք, նման չի։ Նիկոլի դեմքը չի։ More than 70,000 civilians. 70,000-ից ավել քաղաքացիական բնակչություն եք արդեն սպանել, նո 70 չէ, արդեն քանի 100,000 անց։ They are more than the terrorists. It's not fact, right? Okay. Really? The fact is not decided by you. The facts decided by the international community. Ասում եմ դա ապացուցված չի, ասում եմ ձեր մոտ ապացուցված չի, բայց միջազգային հանրությունը դա ապացուցված է, դա փաստ է։ Not decided by your government. Your government has no legitimacy and the right to decide. Ասում եմ ձեր կառավարությունը չի որոշելու եւ ձեր կառավարությունը ոչ մի լեգիտիմություն չունի այդ հարցերում։ What is fact? My solution is that go to the UN, work with the UN and agree the two-state solution. Վերջապես ասում եմ, ձեր միակ փրկությունն է, որ գնաք ՄԱԿ եւ ընդունեք երկու այս երկրների բանաձևը, կարգավիճակը եւ սանով վերջացնեք։ Իհարկե իրանք չեն անելու, իրանք
իհարկե պատերազմելու են միջև վերջ, իրանք չեն հանձնվելու, բայց վերջնական արդյունքում ես երաշխավորում եմ, ես անկեղծ դրան հավատում եմ, իրանք պարտվելու են։ Ես չեմ ասում դա վաղն է լինելու, բայց ամեն օր իրենք մոտենում են այդ պարտությանը, ամեն օր իրենք կորցնում են, ամեն օր նոր մարդիկ, նոր փաստեր շուռա գալիս պատտվում է իրենց դեմ։ Միակ բանը, որ իրենց դիմադրողականությունը այսօր դեռ բարձրապահում, դա ֆինանսական կառույցների իրենց ձեռքում լինելու հանգամանքն է, բայց երբ որ դու ունես ամբողջ ֆինանսական նույնիսկ համակարգը, բայց այդ ֆինանսները չի ապահովում ինֆորմացիոն այն դաշտը, որ դու ունենաս աջակցություն, նշանակում է քո ֆինանսները արդեն որպես գործիք տեղ չի աշխատում, որի մասին լացելով բղավում էր Հիլարի Քլինտոնը, Բիլ Քլինտոնի կինը, ինքն էլ կա Էփստինի ցուցակում, եւ ամուսինը, եւ ինքը Խայտարակ երկրում ենք ակում։ Սմենակ Հայաստանի։ Դեռ դիվաձում են նաև Գերմանիայում, ասեմ, որտեղ Գերմանիան շատ կախված է իրանցից եւ հոգեբանորեն եւ ֆինանսապես եւ Բունդեստագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը։ Ինչի է ինչ եմ ասում հրեաների ձեռը, որովհետեւ Թրամփը եւ ամբողջ սիոնիստական աշխարհը ամեն ինչ անում է փրկելու Ռուսաստանին։ Ամեն ինչ։ Ես կարծում եմ ոչ մեկի մոտ այդ հարցը բաց չի։ Ինչքան շատ կոտորեն ուկրաինացիներին, այնքան հրեաները ավելի հանգիստ կարող են վերադառնալ։ Ի վերջո, ինչքան երկար պատերազմը, այնքան երկար աշխատում զենքի բիզնեսը, իսկ զենք արտադրող բոլոր գործարանները իրենցն են։ Լավ կքանդեն, կվաճառեն զենքը, հետո կվերականգնեն։ Էդ էլ է իրենց ձեռքը, վարկավորումներ են իրենք տալու, վարկից տոկոսներն են իրենք ստանալու, այդ վարկավորումով աշխատող կամպանիաներն են իրենցը, այնպես որ ոնց պատտվում ենք առայժմ, նույն պատկերն է։ Եվ հարցման վերջում ուզում եմ մեր պապիկին լսենք։ Արա վարչապետի խոսք էդի որ խոսում է, չգիտեմ թոշակառուն որտեղ ծախսի, թորնիկ ունենք, երեխաներ ունենք, ընտանիք ունենք, ոնց որտեղ ծախսենք, ռեստորաններում չեմ ուզում ծախսեմ, ուզում եմ երեխաներիս թորնիկիս վրա ծախսեմ, որ սուպերմարկետները բաց է, էդ ինչ 100% ուտելիք եք ուտում, որ լավ էլ ապրենք։ Հե, քանի տարի պիտի ապրենք, ես հիմի 60 տարեկան եմ, կսպասեմ այսօր եկուց։ Այս թեման գիտեք ինչքանով էր խոսելի, որովհետև իր անդրազանգվածը այսօր, եթե դուք մտնեք սոցիալական ցանցերում, նայեք ովքեր են դեռ ավտոպիլոտ իներցիայի տակ, Նիկոլ Փաշինյանի պաշտպանում, դա հենց չեմ ուզում բոլորին իհարկե ասեմ, բայց մեծ մասը դրանք 65-70 պլյուսն է։ Ու այսօր ինքը բոլորին, ովքեր իրան համար փողով կամ անվճար աջակցում են իրենց, բոլորին ասեց դուք ձեզ չի հասնում ոչ մի բան։ Նվաստացրեց բոլոր իմաստներով, ասեց նույնիսկ դուք ինձ հետաքրքիր չեք, լսեք, հələ ինչ։ Դուք ինձ հետաքրքիր չեք ոչ մի ֆորմատով։ Ու սա ասվում է 26 թվի ընտրություններից առաջ։ Չէ՞ որ այդ թոշակառուներ ունեն զավակներ, չէ՞ որ թոշակառուներ ունեն, չգիտեմ, թորնիկներ։ Իրանք պետք է ներեն սա։ Հա? Ասեն դե լավ, այ դու ինձ չես ասեի, իմ տատիկին ես ասեի, կամ իմ պապիկին ես ասեի, կամ իմ մորն ես ասեի։ Ես քեզ սա պետք է ներեմ տականք։ Բարոյական հարցության մեջ է։ Դրա համար ես իմ հաղորդումների մեջ եւ ընդհանրապես քաղաքական որոշումների, կանխատեսումների մեջ ես մեծ տեղ եմ տալիս դրան, որտեղ եթե միտեղ չկա այդ բարոյականի ֆակտորը, այնտեղ ապագա չկա, այնտեղ կա փլուզում, այնտեղ կա Սոդոմ Գոմոր վերջնական արդյունքում։ Հիմա կարող եմ այլ ձև ձևակերպել Փաշինյան Նիկոլի ընտրազանգվածին։ Այս խոսքերից հետո
Եթե ինքը ձեր հարազատին, որտեղ մարդ չկա, չի կարող մեկը լինել, որ ասենք չունենա այդ տարիքի հարազատ, դա կլինի մայր, հայր, պապիկ, տատիկ, օրեղբայր, չի կարող մեկը չլինել, որ ասենք չունի, կամ ինքն է այդ տարիքի, կամ անպայման ունի մի հարազատ, որ այդ տարիքի այդ խոցելի խմբում է։ Եթե այսքանից հետո իրան աջակցում է, նշանակում է կատարյալ անբարոյական է եւ հենց իր հարազատի թշնամին, առաջի թշնամին, ասում ինքը աջակցում է դրան, ինքը կողմ է դրան, որ իր այս հարազատը իրավունք չունի ապրելու, իրավունք չունի 2 կտոր հաց ավել ուտելու, տաքսենյակում պարկելու, դեղ գնելու, հասկանում եք ինչու նա խոսքը։ Էլի ոնց պտտվում ենք, ամեն ինչ գալիս է կանգնում է պարզ բանի վրա, կամ դու բարոյական ես, կամ չէ։ Եթե չէ, քո ապագան նույնն ալնելու, ու դու ոչ մի բան պահանջելու եւ խոսելու իրավունք չունես։ Սա իմ բանաձևն է։ Այսօր համար այսքանը, կհանդիպենք եւ ձեզ տեղեկացնեմ, որ այսօր երեկոյան, ինչպես միշտ 19:00-ին, շաբաթ օրը 19:00-ին մենք ունենանք հաղորդում ուղիղ եթերում հարց ու պատասխան Նինա Կարապետյանցի եւ Արտակ Սարգսյանի հետ։ Այս հաղորդումը լինելու է 2 հյուրով, այսինքն նույն հարցին կպատասխանի եւ մեկը եւ մյուսը։ Դե դուք էլ կտեսնեք կարծիքների տարբերություն կամ նույնիսկ բախում կամ համաձայնություն, ամեն դեպքում նույն հարցին կպատասխանեն միաժամանակ 2 վարչապետի տեխնացուներ։ Դեկտեմբերի 6-ին ժամը 19:00 երեկոյան 7-ին Երևանի ժամանակով։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։